Բարև ձեզ, եթերում թեթև զրույց պոդքասթն է։ Գիտենք, որ շատերդ մտահոգված եք այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է մեր երկրում։ Դրա համար այսօրվա մեր հյուրը կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Այսօր մենք քննարկելու ենք այն հարցերը, որոնք բոլորի համար են կարևոր եւ ամենակարևորը դրանց քննարկելն է ոչ թե հուզական կողմով, այլ քննարկել առավել գիտակցված կերպով։ Շնորհակալ ենք, պարոն Խաչատրյան, որ այսօր մեզ հետ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ ու ուզում եմ սկսենք պետություն-եկեղեցի հարաբերությունների սահմանումից, որովհետև շատերը, երբ որ խոսում են պետության ու եկեղեցու մասին, ունենք մոլի հավատացյալներ ու ունենք այնպիսի մոլի պետականամետ մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր չեն տարբերում երբեմն պետության ու եկեղեցու սահմանը, ինչպես եք դուք որպես կրոնագետ սահմանում պետություն ու եկեղեցի այդ տարբերությունները։ Գիտեք, ընդհանրապես եկեղեցին դա հոգևոր կառույց է, որը ըստ էության ի վիճակի է իր վրա նույնիսկ պահել քանդվող պետականությունը։ Այսինքն մենք պետականություն նույնիսկ չենք ունեցել, բայց հարյուրավոր տարիներով եկեղեցին ներկայացրել է հայ ժողովրդին, պահպանել է նրա ինքնությունը, նրա մշակութային ջիղը, որպես այդպեսին բերել հասցրել է մեր ժամանակները, եւ կազմակերպման այլ մեխանիզմ փաստացի մենք չենք ունեցել, քանի որ պետականությունը նորից եմ կրկնում ոչնչացված է եղել։ Այսօր պետություն-եկեղեցի հարաբերությունների մեջ իհարկե շատերը պնդում են, որ եկեղեցին պետության հետ կապ չունի կամ քաղաքականության հետ եկեղեցին ընդհանրապես կապ չունի։ Այդպիսի բան այլևս չկա եւ ճիշտ կլինի, որ մեր գիտակցական շրջանակից դա դուրս բերենք, որովհետեւ ոչինչ քաղաքականությունից դուրս չէ։ Հասարակության մեջ առավել եւս այն կառույցը, որը նորից եմ կրկնում, իր հզորությամբ կարող է իր վրա նույնիսկ վերցնել երբեմն փլուզվող պետությունը, կարող եմ ուրիշ օրինակներ բերել, բայց չձանձրացնեմ մեր ունկնդիրներին եւ դիտողներին եւ անցնենք առաջ նշելով, որ մեր մոտ շատ սպეციფიկ են հարաբերությունները պետություն եւ եկեղեցի։ Մեր պետությունը փաստորեն լոկալ երևույթ է ավելի, դա Հայաստանի Հանրապետության իշխանություններն են տվյալ ժամանակաշրջանի համար, երբ որ իրենք իրականացնում են իշխանությունը, եւ եկեղեցին որպես այդպեսին դա համարյա թե պետության համեմատ մի հավերժություն է, որովհետեւ 1700 տարի է նա գոյություն ունի, այսինքն յուրաքանչյուր իշխանություն դա սահմանափակ մի ինչ-որ ժամանակահատվածի գործունեություն է պետության ինստիտուտները աշխատացնելու տեսակետից եւ հասարակությունը դեպի առաջ մղելու, դեպի պրոգրես, դեպի լուսավոր ապագա, ինչպես ասում են, մղելու տեսակետից, իսկ եկեղեցին որպես այդպեսին դա հոգևոր սնունդ մարդկանց տվողն է եւ ամենակարևորը ծանրագույն իրավիճակներում սփոփողը եւ հատկապես ես այստեղ կնշեմ պետության ներսում գոյություն ունեցող կոշտությունների մեղմողը։ Այսինքն որպեսզի մոտավոր ճշգրտությամբ բերեմ, դա նույնն է թե շարժիչի մեջ գոյություն ունեցող յուղը, որը թույլ չի տալիս, որ մետաղի մասերը շփման դեպքում իրար հետ առանց յուղի կոչացնեն իրար, կուտեն, կխժռեն եւ մեքենան մետրել առաջ չի գնա, ուղակի կանգ կառնի։ Այ եկեղեցին եւ կրոնական համակարգը որպես այդպեսին այդ դերն են կատարում պայմանական ասած պետության մեջ եւ այսօր հայոց առաքելական եկեղեցին դա համաշխարհային կառույց է, ոչ թե լոկալ, ոչ թե Հայաստանի Հանրապետության շրջանակով պարփակված, այլ համաշխարհային կառույց է իր ունեցած դրսևորումներով, թերևս բոլոր մայրցամաքների վրա բացի այսպես կոչված Անտարկտիդայից, որտեղ բնակչություն շատ քիչ կա եւ դժվար է ասել, որ այնտեղ պետք է հենց արտահայտված լինի որևէ կրոնական համակարգ։ Իսկ որն էր պատճառը, որ երկար ժամանակ հիմնականում տեսնում էինք, որ եկեղեցին արձագանքում էր գործող գործընթացներին եւ երբեք լուր չի մնացել, բայց ինչը հանդիսացավ կարելի ասել այն վերջնակետը, որը սկիզբ դրեց նրան, որ արդեն եկեղեցին բացահայտ կերպով ներկայացրեց, որ ցանկանում է որոշակիորեն առաջնորդության քայլեր կատարել։ Գիտեք, յուրաքանչյուր եկեղեցի պատասխանատու է իր հոտի առջև։ Եկեղեցի ասածն ինչ է։ Եկեղեցին դա իհարկե նաև քարշինությունն է, եթե մենք մոտենում ենք, ասենք, տարբեր տաճարների, հայոց եկեղեցվո տաճարը մեզ ձգում է, որովհետև դա մեր ենթագիտակցականի մեջ է նստած եւ գեներով գալիս է, որպես այդպեսին։ Բայց եկեղեցի նշանակում է այն հավաքված մարդկանց բազմությունը, ովքեր իրենց վրա վերցրել են որոշակի պարտավորություններ, որոշակի տաբուացիաներ, սահմանափակումներ եւ ապրում են այդ կյանքով, որը ուսմունքի բաղադրիչների յուրօրինակ հավաքածու է։
Այս տեսակետից ասենք ինքը եկեղեցին պատասխանատու է իր հոտի առաջ եւ նորությամբ կրկնում չկա ոչինչ քաղաքականությունից դուրս։ Եթե երկրի արչեւ կանգնած են ինչ-որ մարտահրավերներ, ես նույնիսկ կողմ եմ, որ այդ հասկացությունը մենք դուրս դնենք, որովհետեւ մեզանում այլևս մարտահրավերներ չեն, սպառնալիքներ են, կապված տարաբնույթ այն վտանգների հետ, որոնք այլևս խոսույթի շրջանակում չեն, նրանք առարկայական գոյություն են մեր շրջապատում, պատերազմներ, հնարավոր սադրանքներ, նոր պատերազմի վերսկսելու սպառնալիքներ, այսինքն մեր գլխին կախված են սպառնալիքներ եւ եկեղեցին իր հոտի հանդեպ ունեցած իր պատասխանատվությամբ, որին շատ դեպքերում հավատարիմ են եղել այնպիսի մարդիկ, որոնք մեր համար սրբացվել են, այսինքն նույնիսկ գենոցիդի ժամանակ, մեծ հայկական գենոցիդի ժամանակ Եղեռնի մենք ունեցել ենք արդեն պաշտոնաթող եղած հոգևոր գործիչներ, որոնք իմանալով, որ 100%-ով իրենց հոտը տանելու են ոչնչացնելու, եկել են առաջնորդելու իրենց հոտը, լավ իմանալով, որ առաջինն էլ իրենց են սպանելու, եւ եկեղեցին պարտավոր է իր ծառայությունները մատուցել անգամ այնտեղ, որտեղ անհուսության եզր է, քանի որ մեզանում իրավիճակը չի լավանում գնալով առայժմ եւ իշխանություններն էլ ասենք չունեն այն ռեսուրսը, որը ունեցել են ամենասկզբից իրենց իշխանության գալու ժամանակ, եկեղեցին ինչ որ քայլեր փորձել է անել, բայց եկեղեցին միշտ пассив կառույց է համեմատաբար, երբ որ իշխանություն գոյություն ունի, գլխավոր գործիչը քաղաքական դաշտում դա իշխանական համակարգն է, եւ այստեղ առաջացել են որոշակի հակասություններ կապված քաղաքական գծի հետ, որը իրականացնում է ներկայիս իշխանությունը եւ որը եկեղեցու համար ոչ ամբողջովին է ընդունելի։ Ինչքան էլ որ իշխանությունները արդարացնում են իրենց քայլերը, ասելով, որ իրենց կռիվը ոչ թե ինստիտուտի, այլ անձանց նկատմամբ է, կարծում եմ, որ հենց ինստիտուտները իրենք իրենցով ինստիտուցիոնալացված են, որովհետև մարդ ինստիտուտներ են երբեմն ու ուզում էի հենց այդ մասով մի քիչ խոսել, վտանգներ տեսնում եք, այսինքն ինչի համար եմ ասում վտանգներ, որովհետև այսօր այս փուլը կարողանում են շատ ընդդիմադիրներ իրենց օգտին շահարկել ու այս քաղաքական անցուդարձի մեջ երբեմն կարծում եմ, որ ձեր նշած հավատացյալների հոտը միգուցե եւ սխալվի ու 2026 թվականի ընտրություններին շահարկվի կրոնը, շահարկվեն սրբազանները ու մարդիկ հավատում են ու երբեմն նույնիսկ միգուցե հնարավոր է, որ սխալվեն, ինչ եք կարծում դուք։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք այդ ինստիտուտներից, չմոռանանք նշել, էլի, որ Հայոց Առաքելական եկեղեցին դա 1700 տարվա ինստիտուտ է։ Եթե այն պատկերացնենք որպես բուրգ, նրա գագաթը հանդիսանում է կաթողիկոսը։ Եվ որպես այդպեսին իրենով պայմանավորվում է այդ ինստիտուտի գործունեության ճնշող հատվածը, այսինքն մեծամասամբ պայմանավորված է ինչպիսի կաթողիկոս դու ունես, այդ կաթողիկոսի ազդեցությունը ինչ է, որպես այդպեսին ամբողջ բուրգի վրա, պատահական չէ, որ շատ-շատերը, նույնիսկ մեր թշնամիները հարվածի տակ փորձում են դնել կաթողիկոսին, լավ իմանալով, որ եթե հարվածը իջեցվեց բուրգի գագաթին, ապա կարող է պարալիզել ամբողջ համակարգը դա։ Ինչից ելնելով, ասենք, մենք պետք է շատ զգույշ լինենք եւ լավ գիտակցենք, որ եթե դու հասցնում ես ինչ-որ դեֆորմացիա, ինչ-որ հարված, մի կառույցի, որը 1700 տարի է գալիս է եւ իր մեջ բերում է քո ինքնությունը, քո մշակութային եսը եւ 1001 արժեքներ, որոնք աշխարհի համար համարվում են գոհարներ, ապա դու դիպչում ես արքետիպային նշանակություն ունեցող քո արմատին։ Եվ այս տեսակետից, եթե դու պարսատիկի քարով հարվածեցիր այդ արմատին, դու կարող ես ստանալ պատասխանատու այն ռումբով, որովհետև մենք պատասխանատու ենք ոչ միայն ներկայիս սերնդի առաջ, այլ մեր նախորդող հարյուրավոր սերունդների առաջ եւ ապագա սերունդների առաջ, եւ այսօրվա պատասխանատվությունը մերն է, ու մենք պարտավոր ենք խնայողական ռեժիմում այնպես լուծել գոյություն ունեցող հակասությունը, որ որևէ կերպ չվնասենք Հայոց Առաքելական եկեղեցուն իր պատմական դերը կատարելու եւ ժողովրդի շրջանակում սեփական ծառայությունները մատուցելու հարցում։
Բայց թեոկրատական համակարգի վաղ չեք տեսնում, որովհետև անդադ այդ իշխանական քարոզչամեքենան այնքան լավ է աշխատում, մարդկանց ուղեղների վրա այնքան լավ են իրանք հստակ կերպով աշխատում, որ երբ որ խոսում ես, որ եկեղեցու նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք, ինստիտուտի նկատմամբ պետքա լինի հարգանք, իրանք ասում են, բայ, չգիտեմ, կաթողիկոսին կարելի է SSS ու ինչ որ անիմաստ շահարկումներ են անում, ուզում եմ հասկանամ այդ քարոզչական այնքան էլ լուրջ չեն, հավատացնում եմ ձեզ։ Ես դա ասում եմ որպես անձ, որը գիտի, հիմա բերեք դա շատ չքննարկենք, բայց ես ուղղակի ասեմ էլի, որ մեր կանոնագրքում, որը պարբերաբար շահարկվում է, եկեղեցվո ներքին, եւ անգամ դատաստանագրքում, որը գրել է շատ ավելի բարձր կարգի մտածող այդ ժամանակաշրջանի համար մեկ իրավաբանը, մենք չենք գտնի ոչ մի կետ, որով արգելված լինի ոչ կուսակրոն մարդուն լինել համայն հայոց կաթողիկոս։ Մնացյալը եկեղեցու ներքին խնդիրներն են, բայց պետք է գոյություն ունենա այդպիսի կետ, որ մենք փորձենք դա օգտագործել որպես լծակ ինչ խնդիրներ լուծելու համար արտաքինից։ Չկա այդպիսի կետ։ Ուղղակի մենք պետք է լավ պատկերացնենք, որ մեր եկեղեցվո առաջին կաթողիկոսները ամուսնացյալ են եղել, եւ ժառանգական է եղել նույնիսկ։ Ժառանգականություն իր մեջ ունեցել է, ասենք օրինակ Գրիգոր Լուսավորիչները եղել են, նրա որդներից մեկը ամուսնացել, մեկը ոչ, երկուսն էլ եղել են եւ որևէ խնդիր դա չի առաջացրել, բացի դրանից գոյություն ունի նաեւ ապաշխարելու ինստիտուտ այնտեղ, որը էլի եկեղեցու ներքին խնդիրն է։ Եվ չմոռանանք, որ համայն հայոց կաթողիկոս չի ընտրվում հոգեվորականների կողմից։ Համայն հայոց կաթողիկոսի ընտրությունների ժամանակ ձայների ճնշող, նույնիսկ եմ կրկնում ճնշող, անվիճելիորեն խոշորագույն հատվածը աշխարհիկների ձայներն են։ Այ ում ընտրեցին, նա էլ լինելու է կաթողիկոսը, որովհետև կաթողիկոսի ընտրությունը մեզանում չի համարվում սովորական ընտրություն, պատահականությունների միագումար։ Ինչպես է կաթողիկոսի ընտրություն։ Դե յուրաքանչյուր թեմ բերում է իր աշխարհիկների բազմությունը, այս մարդիկ պետք է գան ընտրեն, եւ ընտրությունները պետք է լինեն թափանցիկ, բաց, երևացող, ես նորից եմ կրկնում, այդտեղ հոգեվորականները ճնշող քանակություն չեն կարող ունենալ, ընտրվում է նա, ով ընտրվում է, կարող է հենց այդտեղ դահլիճում առաջարկեն ինչ-որ մեկին, եւ բոլոր մնացած տեխնացիներին մի կողմ դրած ժողովուրդը քվեարկի դրան, օրինակ Քոսիկին ժամանակին, եկել է պատահաբար մտնում աներ, ու եկել հոպ, ինչպես ասում են, ամեն ինչ ավարտվեց, որովհետև եկավ պայծառ բարոյական կերպարը, որին բոլորը ճանաչում են, ու կապ չունի դու ով ես, ինչ ես, մենք առաջարկում ենք քեզ, ու վերջացավ, քվեարկում ենք քեզ, բոլորն էլ պատրաստ են պատասխանատու են ընդունել, ինչու, որովհետև այդ ընտրությունը իրականացնում է Աստված, ոչ թե մարդիկ են ընտրում, այլ Աստված իրականացնում է իր ընտրությունը իր արյան շրջանակում, որովհետև համարվում է, որ եկեղեցին Հիսուսի արյունից է։ Եվ այդտեղ ընտրությունների մեջ Աստված ունի իր անվիճելի ուղղորդող անհաղթահարելի ուժը։ Հասկացա, տրամաբան։ Շնորհակալ եմ ընկնդրելու համար։ Իսկ ինչպիսին է այսօր հասարակության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, եթե օրինակ վարկանիշային կերպով դիտարկենք, ինչպիսին է մարդկանց վերաբերմունքը, ինչ եք կարծում։ Հայոց առաքելական եկեղեցին ունի ջախ խիչ առավելություն բոլոր մյուս կրոնական ուղղությունների հանդեպ, որոնք էլի գործում են Հայաստանում, գործում են ազատ, գործում են օրենքի շրջանակում իհարկե, կրոնական կազմակերպությունների մասին օրենքի շրջանակում ես դեմ եմ մյուս կեսին, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների խիղճը դա ներքին գնահատական է, որը անազատ չի կարող լինել։ Ով է բանտարկում խիղճը, այդպես բան չկա, դա ներքին գնահատական է, որը մարդունն է եւ ներսում է, ինչ որ մի գողտրիկ երևույթ է, քո ներսում դատավոր է ներքին։ Եվ այս տեսակետից ասենք հայոց առաքելական եկեղեցու դավանորդները 80%-ից ավել են հաստատ, բայց այդտեղ կա մի բան, որը արժի նշել, որ հավատացյալների մի ստվար հատվածը շրթնային հավատացյալներ են։ Այսինքն դու հարցնում ես, դու ինչ դավանանքի ես կամ ինչ հավատի ես, հա։ Այդ մարդն ասում է, ես հայ քրիստոնյա եմ։ Այդքանով ավարտվում է, եթե դու խորանաս ասենք, հասկանալի է, որ նա ուզում է ասի, ես հայոց առաքելական եկեղեցու դավանորդ եմ։ Բայց երբ որ խորանանք ասենք, թե դու իսկ ինչքան ես պահում ես, չես պահում, քանի անգամ ես աղոթում, չգիտեմ, այսինքն այն պարտավորությունները, որոնք կարող են դրվել հավատացյալի վրա նրա առօրյայի բաղադրիչը, բաղկացուցիչը կազմել, ասենք այստեղ կպարզվի, որ դա հիմնականում շրթնային հավատք է, որ ասում են, կան իհարկե մարդիկ, մի հատված էլ կա, որոնք ապրում են հենց այդ կյանքով,
բայց զգալի հատվածը այդպիսին է եւ նրանք իրենց գեների մեջ կրում են, որ նրանք հայոց առաքելական եկեղեցու դավանորդներ են։ Եվ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ երբևէ այդ հարաբերակցությունը արմատական փոփոխություն կկրի մոտակա 15, 25, 55 տարվա ընթացքում։ Այդպիսի բան չի լինելու, որովհետև դա пассив զանգված է, արագ փոփոխությունների չի ենթարկվող։ Այս առումով իհարկե մեզ անհրաժեշտ է այսպիսի ստեղծված բարդ եւ վտանգավոր իրավիճակում, որպեսզի իշխանությունը եւ հոգեվոր իշխանությունը կամ եկեղեցին իրար հետ լինեն ներդաշնակ հարաբերությունների մեջ եւ սիներգետիկ, էներգետիկ, այսինքն փոխադարձ սնուցմամբ նպաստեն հայոց միասնական ինքնության դրսևորմանը աշխարհով մեկ, որ մենք միասին ենք, չկա սփյուռքի հետ խորթություն, օտարում, հազարում մի բան եւ գոյություն չունի նաեւ այն ինչը կարող է մեզ դեմ դիմաց դուրս բերել, առավել եւս երբ որ ներկայիս իշխանությունները, ասենք, այն ռեսուրսը, որը անհրաժեշտ կլիներ ինչ որ փոփոխություններ անելու համար չունեն։ Բացի դրանից թեոկրատիա, երբ որ դուք օգտագործում եք այդ տերմինը, ուղղակի նշեմ, որ դա աստվածապետությունն է։ Թեոկրատիա մեր մոտ չի կարող լինել։ Այ հարևան Իրանում այդպես է, այսինքն հոգևորականներ են, որոնք վերահսկում են իշխանությունը եւ իզորոյն իշխանության կամայական աստիճանի վրա ունենալ իրենց ազդեցությունը։ Ընդհուպ մինչեւ կասեցնել ընտրություններ մուտք գործող թիմի ընթացքը կամ նրա մեջ զտում կատարել։ Բայց վախեցնում են մարդկանց թեոկրատիայով, այսինքն ասում են, եթե գնաք հոգևորականների ետևից պատրաստ եք Իրանի նման երկրում ապրել, օրինակ Հայաստանը նմանվի Իրանի։ Նախ սկսենք նրանից, որ Իրանի նման երկիրը դա այն բանը չի, Օսվենցիմը, Դախաուն կամ Մայդանակը չեն, էլի համակենտրոնացման ճամբարները, որտեղ մարդկանց ստիպում են ինչ-որ բաներ անել, այդպիսի բան գոյություն չունի։ Դուք ձեր կյանքի ընթացքում, որը իմի համատաբար ավելի քիչ է, երջանիկ եք, որ երիտասարդ եք, բայց տեսել եք, որ Իրանում, ասենք, բարձրացել է շատ լուրջ բողոքի շարժում, կապված, ասենք, նիկապների, խիջաբների, այսինքն քողերի հետ, որոնք գցում են իրենց երեսը թաքցնելու համար, կանայք պետք է այնտեղ ավելի համեստ երևան, բայց նույնիսկ դրանից բունտ եղավ այդ նույն թեոկրատական երկրում եւ թեոկրատական իշխանությունները ստիպված եղան զիջել։ Եվ հաջորդ ընտրությունների ժամանակ հաղթեց նա, ով կողմ էր հասարակական ազատությունների այդ աստիճանին։ Հիմա այսօր, հա, եթե ամեն ինչ է ասում են Իրանի մասին, որ թեոկրատիան դա այսպես է, այնպես է, ուրեմն պետք է առաջին իսկ այդ գլխատող հարվածից, որը տեղի ունեցավ Իսրայելի կողմից, երևի թե 1001-ի էլ օգնությամբ, պետք է քանդվեր Իրանը, հաշվարկը այդպիսին էր, բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը։ Այսինքն հասարակությունը ձուլվեց իրար, ոտքի կանգնեց, ետ մղեց հակառակորդի ոտնձգությունները եւ տոնեց իր հաղթանակը։ Դա հենց այդ թեոկրատական ռեժիմում տեղի ունեցածն էր։ Այնպես որ բերեք գնահատենք իրական երևույթներից եւ ոչ թե մտածածին ձևակերպումներից, որ այ եթե թեոկրատիա է, ուրեմն այնտեղ ասենք բանը էլի մարդկանց այնպես են տանջում, որ ամենօրյա վերջում մարդը մտածում է ինքնասպանել լինի, թե հաջորդ օրը մութ գործի քնելուց հետո արթնանալով։ Այդպես բան չկա։ Իսկ ինչ եք կարծում, ինչ կլինի վերջնարդյունքը, եթե պետությունը եւ եկեղեցին շարունակեն այսքան անհամաձայնությունների բախվելու։ Գիտեք, նախ ես մի պահ համարում եմ, որ դա շատ վտանգավոր է, որովհետեւ կարող է ճակ անցնել հասարակության միջով, որը բաժաներ մասերի։ Բայց այսօր համարում եմ, որ նույնիսկ այս գործընթացի արդյունքում, անգամ այս գործընթացի արդյունքում իշխանությունը ստացավ ինչ որ չափով սեփական ոսկե համարվող էլեկտորատի էրոզիա, այսինքն նրա շիջում, նրա կրճատում, փոքրացում, որովհետև իշխանությունը եւս այս ամենից դուրս չի գալու ինչ որ պայծառ, խիստ դրական, դեպի ապագան միտված առաջնորդություն իրականացնելու հասարակական համարումով, էլի գնահատականով, որ հա դուք կարող եք անել եւ այլն եւ այլն։ Չէ, նրանք այս ամենի արդյունքում կորցնում են իրենց էլեկտորատը մի զգալի չափով եւ ես համարում եմ, որ երևի թե շատ կարճ ժամանակում, որովհետեւ եւ Ուկրաինայում այսպեսի դեպքեր կան, բաց է, շատ ավելի ծանր դեպքեր, քան թե մեզանում են, եւ Մոլդովայում կան այսպեսի դեպքեր,
Բայց ինչպես Ուկրաինան, այնպես էլ Մոլդովան բավական դժվար են հաղթահարելու այդ իրավիճակը։ Ես համարում եմ, որ մենք որպես մոնոնացիոնալ հանրապետություն դա ամենաարագն ենք հաղթահարելու։ Մենք չենք կարող քաղաքացիական բախումների անգամ գնալ։ Չի լինելու դա։ Բայց 26 թվականի ընտրություններին կարծում եք, որ հոգևոր առաջնորդներ իրենց տեխնոլոգիությունը կդնեն։ Ես չեմ կարծում, որ հոգևոր առաջնորդներ կգան իշխանության, ասենք 26 թվականի ընտրություններին, ես համոզված եմ, որ կգան քաղաքական թիմի ներկայացուցիչներ, բայց մենք այստեղ ունենք մի խնդիր, շատ լուրջ խնդիր։ Մեզանում իրականացվել է նեգատիվ սելեկցիա, բացասական ընտրություն։ Այսինքն, եթե հողագործի տարբերակով բացատրենք, եթե հողագործը ցանեց սերմերը եւ առավել բացասական սերմերը, որոնք պտուղ չեն տալիս, թերի պտուղ են տալիս, հանգարց հավաքեց եւ նորից դա սերմեց եւ ոչ թե դրականը։ Այդ նշանակում է, որ դուք անընդհատ ստանալու եք ավելի վատը, ինչեւ որ ոչնչանա ձեր տնտեսությունը։ Մենք այդպիսի բան ենք թույլ տվել, այսինքն մեր վերջին ընտրությունները, որոնք տեղի են ունեցել, եթե չեմ սխալվում 23, հա, 21, հա, թվական 23 սխալվեցի։ 21 թվականին, երբ որ տեղի ունեցան, դա ոչ թե հանուն ավելի պայծառ ապագայի էր, այլ ընդդեմ էր։ Այսինքն մարդիկ գնացին եւ ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին, որը չհավաքեց իհարկե այն ձայները, ինչ որ նախորդ փուլում էր, նախորդ ընտրությունների ժամանակ էր ինքը հավաքել, բայց տվեցին ելնելով նրանից, որ նրան նախորդող իշխանություններից շատ ավելի դժգոհ էին։ Չարյաց փոքրագույն։ Եվ տեղի ունեցավ նեգատիվ սելեկցիա, այսինքն ոչ թե հանուն, այլ ընդդեմ ընտրություն տեղի ունեցավ։ Մենք պետք է հաղթահարենք սա, լավ գիտակցենք, որ մեր հաջորդ ընտրությունները պետք է լինեն հանուն։ Եվ մարդիկ, ովքեր պետք է գան, նրանք պետք է ներկայանան հասարակությանը որպես ապագա մուտք գործող անձինք, ովքեր իզորու են եւ կարող են լինել պատասխանատու ազգի եւ պետության ապագայի համար, որովհետեւ մենք փաստացի տեսել ենք, էլի, որ եթե դու չունես գիտելիքներ եւ պատկերացումներ այն մասին, թե ինչպես են աշխատում համաշխարհային մեխանիզմները, դու անընդհատ սխալվելու ես, դու անընդհատ հայտնվելու ես իրավիճակներում, որոնք հաշվարկված չեն քո կողմից, քանի որ չես էլ պատկերացրել, թե դա ինչի է բերելու, եւ վերջին հաշվով դու ունենում ես այն բացասական արդյունքը, որը հասարակության վրա ճնշող եւ բացասական ազդեցություն է թողնում։ Այսինքն պետք է գան իրականում մարդիկ, ովքեր գիտեն, պետք է գան մարդիկ, ովքեր որ իզորու են, ովքեր ունեն կամք, վճռականություն, ինչպես նաեւ պատասխանատվություն են զգում իրենց ոչ միայն ներկայիս սերնդի, այլև ապագա սերունդների առաջ, ինչպես եւ այն ամենի, ինչը նախորդել է սրան եւ եկել հասել է մեզ որպես հայոց ինքնության անվիճելի բաղադրիչներ։ Եվ եթե ամփոփենք, ինչ եք կարծում, եկեղեցին հաջողության հասնելուց հետո ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Այստեղ եկեղեցու հաջողություն ես չեմ համարում, որ ինչ-որ մի հաջողություն պետք է լինի, ես համարում եմ, որ պետք է գանք այնպիսի իրավիճակի, որ մենք խաղաղ ելքով դուրս գանք ստեղծված այս բավականին դեստրուկտիվ իրավիճակից եւ շարունակենք մեր երթը, հայ ժողովրդի հավերժական երթը, որը 8000 տարի է գալիս է, այն չի որ էլի այսօր պետքա վերջանա եւ մենք համաշխարհային պատմության թատերաբեմից ցած սահենք, այդպիսի բան չի լինելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք դրա համար, որպեսզի մեր ժողովուրդը ոչ միայն մնա, այլև մնա ստեղծագործ, մնա տաղանդավոր եւ աշխարհին ներկայացնի այն արժեքները, որոնք բոլոր ժամանակներում, ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում, պարբերաբար սփռել ենք պատմության տարբեր աստիճաններում, տարբեր ժողովուրդների, քաղաքակրթությունների եւ ազգերի առաջ։ Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում այս ամեն ինչի գինը շատ ծանր է լինելու, որովհետև անհնար է իմ պատկերացմամբ պետություն եկեղեցի ներկայիս հարաբերակցությունը անհնար է շարունակվի հետագայում։ Ով է զիջելու, եկեղեցին թե պետությունը ամեն դեպքում։ Թե եկեղեցին ինչպես կարող է զիջի, եթե պետությունը միշտ սահմանափակվում է ժամանակով, այսինքն պետությունը դա իշխանությունն է տվյալ պահին, իշխանությունը քանի ժամկետ։ Ինչ կլինի, եթե 26 ժամկետ թվականին նորից Փաշինյանը ընտրվի այդ դեպքում։ Ես համարում եմ, որ դա բավական դժվար պատկերացնելի է։ Հա, հնարավոր է, որ նա պահպանվի որպես քաղաքական ուժ, այսինքն կազմի պարլամենտում կամ ընդդիմության մաս, կամ իշխանության մի ինչ-որ մաս, բայց ոչ գերակա մաս։ Դա կարող է լինել եւ դա շատ դեպքերում պետք է դիտարկել նաեւ իմաստնական այն լարման շրջանակում, որ որոշակի զիջումների պայմաններում չգնանք դեստրուկտիվ ընթացքի։ Այսինքն մեզ
չի կարող հետաքրքրել այն բանը, որ հայերը երկու կողմից դուրս գան փողոց եւ փորձեն մեկը մյուսին դուրս մղել քաղաքական թատերաբեմից։ Ոչ, որովհետեւ մեր ճշնամիները հենց դա են ուզում։ Եթե մենք որոշել ենք գործել մեր ճշնամիած շահերի շրջանակում, ապա մենք ինչի ենք հայ։ Ինչի ենք այս երկրի քաղաքացիները։ Ինչի ենք կրող է այդ անսահման թվացող ծավալման մեր քաղաքակրթական ընթացքի։ Պետք է այս ամեն ինչը մենք գիտակցելով հասկանանք, որ դա փոխզիջումների միգուցե բարդ, միգուցե դժվար ընթացող, բայց անհրաժեշտ հաջորդականություն պետք է լինի, որը կբերի ներդաշնակ հարաբերությունների ձևավորման ապագա իշխանությունների հետ։ Ամեն դեպքում մտածում եք, որ պետքա կոնսոլիդացվի ու կարծում եք, որ Փաշինյանը կլինի այդ ուժերից մեկը, ով համաձայնազիջման, փոխզիջման թեկուզ։ Լսեք, ոչ մեկը, ես չեմ կարծում անգամ նույնիսկ Փաշինյանը, եթե դուք գտնում եք, որ Փաշինյանը չէ։ Փաշինյանը եւս դուրս չի գա եւ ասի, որ ես շահագրգռված եմ, որ հայերը իրար մորթեն Երևանի փողոցներում։ Որ արյուն պետքա թափվի նորից Երևանի փողոցներում, ինչի դեմ պայքարել է ինքն էլ, պայքարել են իր թիմակիցներն էլ, դե հիմա, այսպես ասենք, դա մի բան է, որը բոլորս պետք է լավ գիտակցենք, որ ապագայում անպտուղ ընթացք է ապահովելու կամայական քաղաքական ուժի համար, եթե նա ցանկանում է մնալ քաղաքական թատերաբեմում։ Բայց կարող է չմնալ, չեմ կարող ես դա ասել եւ դա կտեսնենք էլի։ Ապագան կանխատեսել անշնորհակալ բան է, էլի ես էլ այստեղ չեմ եկել, չէ՞, բյուրեղապակյա բան է։ Շակություններ։ Գնդակը չեմ պատտասնում, որ ասեմ ինչ ալնելու մի հատ նայեմ։ Դե ինչ, պարոն Խաչատրյան, շնորհակալ ենք նման հետաքրքիր զրույցի համար։ Այո, շնորհակալ ենք լավ զրույցի համար։ Կարծում եմ, որ մեր պետությունը այն վիճակում չէ, որ մեզ հնարավորություն ընձեռնվի բոլոր հարցերի պատասխանները տալ, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք բովանդակալից ու ինֆորմացիոն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, եթե բովանդակալից է եղել եւ ինֆորմացիոն, իհարկե։ Ձեզ եւս շնորհակալ ենք, մեր սիրելի հետևորդներ, մինչ հաջորդ թողարկում։